Civic Շնորհակալություն, պարոն Օհանյան, ձեր խոսքում անդրադարձակ հպանցիկ Ղարաբաղյան խնդրի կարգավորման քրոնոլոգիային, բայց չգիտես ինչու 18-ից սկսած եւ արձանագրեցիք, որ բանակցային process-ը տապալեց կառավարող ուժի Նիկոլ Փաշինյանը եւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ։ Պարոն Օհանյան, հրաշալի առիթ է ընձեռվել, որպեսզի ձեզ որպես 2016 թվականի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի տամ այս հարցը։ Խնդրում եմ ասեք, պարոն Օհանյան, 2016 թվականի Կարորյա պատերազմը ինչի պատճառ էր, ով տապալեց բանակցային գործընթացը, Սերժ Սարգսյանը տապալեց, Ալիևը տապալեց, դուք պաշտպանության նախարար եք եղել եւ վստահ եմ քաջատեղյակ եք եղել նաեւ բանակցային խոհանոցում տեղի ունեցող մանրամասներին եւ երկրորդ հարցեր թույլտվությամբ ձեր քիչ առաջ հնչած խոսքից տպավորություն ստեղծվեց, որ դա ձեր կարծեք հրաժեշտի խոսքն է ուղղված ձեր ընտրողներին։ Ուզում եմ հարցնել պարոն Օհանյան, դուք արդյոք քանի որ չեք ընդգրկվել Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում, դադարեցնելու եք ձեր քաղաքական գործունեությունը եւ հեռանալու եք քաղաքականությունից, թե շարունակելու եք մնալ, գուցե այլ կուսակցություն ձևավորեք եւ ձեր աջակցությունը այսօր ընդդիմադիր որ բևեռին եք հայտնելու Բարգավաճ Հայաստանին, Ուժեղ Հայաստանին, թե Հայաստան դաշինքին, նկատեմ, որ ձեր թիմակիցներից մեկը Տիկին Էլինար Վարդանյանը 2017 թվականին օրո դաշինքում էր ձեր ձևավորած եւ այժմ հանգրվանել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, երևի սկսեմ վերջից, ես մի քանի անգամ ասել եմ դրա մասին եւ կարծում եմ, որ այսօր ձևավորվող քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտում ձևավորող նոր դաշինքը, Հայաստան դաշինքը իր մեջ պարունակում է ոչ միայն նախկին դաշինքի ղեկավարի աջակից ուժերը, անհատները եւ ոչ միայն հայ-հեղափոխական դաշնակցությունը, այլ նաեւ նոր կուսակցություն, առաջ կուսակցությունը Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ եւ քանի որ դաշինքի քաղաքական ուժերը որոշակի թարմացում են ապրում, պարունակում, կարծում եմ, որ նաև թարմացում պետք է լինի ընդհանուր առմամբ նախընտրական ծրագրերում եւ նաև նախընտրական ցուցակներում։ Որոշումը իմն է, որ չմասնակցել եւ չլինել ցուցակում, բայց քանի որ թարմացված դաշինքի մեջ նաև պետք է լինի որոշակի թարմացում, ես ինձ տեսնում եմ դաշինքի կազմում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հայ-հեղափոխական դաշնակցության առաջ կուսակցության հետ միասին պայքարը շարունակել, իրենց հետ եմ ես լինելու եւ իմ պայքարը շարունակելու եմ գաղափարական թե նաեւ գործողությունների մնացած բոլոր հարթակներում, աջակցելով իմ գործընկերներին եւ ազգային ժողովում եւ նաեւ մնացած բոլոր հարթակներում, եթե հնարավորություն լինի գործադիրում եւ մնացած նաեւ անկախ մարմիններում։ Ես դաշինքի կազմում եմ եւ դաշինքի հետ եմ լինելու ընդդիմադիր դաշտի ընդհանուր հաջողությունները նաև մեր հաջողություններն են լինելու, ինչ վերաբերում է մեր պատգամավորներին, որոնք որ ընդգրկված են այս կամ այն ուժերի հետ միասին, դա կապված է առաջին հերթին երևի թե մասնագիտական այսօրվա գործունեության շրջանակներում աջակցությանը տվյալ ուժերին եւ նաեւ նախկին համատեղ կուսակցական խորհրդարանական գործողություններին, որտեղ որ ես այդ ամեն ինչը նորմալ եմ տեսնում։ Ինչ վերաբերում է 2016 թվականին, 2016 թվականի հիմնական տապալողը դա Ադրբեջանն էր։ Գիտեք, որ բանակցային գործընթացը դյուրին գործընթաց չէ, որովհետև պայմանավորվածությունները նույնիսկ հասարակ երկու մարդու հետ, երբ որ լինում է հակամարտություն, լինում է կոնֆլիկտ, շատ երկարատև են տևում, մանավանդ որ միջազգային հակամարտությունների լուծման պրակտիկան ցույց է տալիս, որ
երկարատև process է, ինչ վերաբերում է Արցախի հակամարտության խնդրին, Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները, Արցախի բոլոր իշխանությունները արել են ամեն ինչ այդ ժամանակահատվածում հակամարտությունը լուծելու Արցախի ժողովրդի օգտին, մանավանդ որ վերջին ժամանակահատվածում ամրագրվել է ուղղակի ոչ միայն ուժի չկիրառման, այլ նաև Արցախի ինքնորոշման գաղափարը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ընդհանուր առմամբ Արցախի ինքնորոշումը կապ չունի, որովհետև Արցախը ինքնորոշվել է այնպես, ինչպես որ նույն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը Խորհրդային Միության օրենքների, Խորհրդային Միության փլուզումից հետո հիմա եւ բանակցային գործընթացը եւ նաեւ հետագայում այդ հրադադարները որ եղել են, քանի որ ես ականատեսն եմ եղել այդ ամեն ինչի, խախտվել է Ադրբեջանի կողմից, բայց 2000 խախտվել է, այսինքն բանակցային գործընթացում իրենք մի բան խոսել են, հետագայում նաեւ խախտել են իրենց հետ խոսույթը, պայմանավորվածությունը, հրադադարի համար խնդրել են, հետագայում այդ հրադադարը իրենք նախապատրաստվել եւ հաղթել են, բայց 2016 թվականի այդ մարտական գործողություններից հետո մենք արձանագրել ենք հետեւյալը, մենք հասել ենք հաջողության եւ այդ հաջողությունը մենք որոշակի առումով նաեւ հաղթանակ ենք հաշվում այն առումով, որ մենք կարողացել ենք կանգնեցնել հակառակորդին, հակառակորդը ունեցել ավելի մեծ նպատակներ, հենց այնպես խոսքեր չեն սա, որովհետեւ մենք դա հայտնաբերել ենք իրենց քարտեզների, իրենց մարտավարական եւ նաեւ ռազմավարական գործողությունների գնահատման արդյունքում, բայց ամենակարևորը, որ հրադադարը խնդրել է ադրբեջանական կողմը, գլխավոր շտաբի պետերը հանդիպել են Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետի հետ, բայց ամենակարևորը, որ բանակցային գործընթացում հետագայում ամրագրվել է այն, որ ուժի չկիրառումը հակամարտության լուծման համար ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Իսկ ինչ վերաբերում է, որ ես խոսեցի, տապալել է Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը, ամենակարևոր փաստաթուղթը 2019 թվականի, որ եղել է առաջարկություն փոխզիջումային տարբերակով Արցախի ինքնորոշման գաղափարը առաջ տանել, ընդ որում ամրագրելով շատ բաներ, որոնք որ պետական կառույցներին հարիր, պետական կառույցներ պետք է լինեին Արցախում, ընդ որում նաև անվտանգային համակարգում։ Ինքը այս փաստաթուղթը ուղղակի ծալել եւ դրել է տակը, հետագայում մանիպուլյատիվ խոսակցությամբ ասել. մենք չենք կարողանում ոչ մի փաստաթուղթ գտնեինք, ամեն մի փաստաթուղթ կամ կարող են գտնել, չգիտեմ, սառնարանի տակ, ինչ որ պահարանի հետևում, դա սուտ է, որովհետեւ եթե այդպիսի իրավիճակ է տիրել, այդ նշանակում է մենք արտգործ նախարարություն չենք ունեցել։ Արտգործ նախարարությունում եղել է բավականին պատշաճ մակարդակի գործավարություն եւ այդպիսի փաստաթղթերը կարող էին կորչել միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակ։ Պարոն Օհանյան, դուք այնուամենայնիվ չպատասխանեցիք իմ շատ կոնկրետ հարցին։ Ինչու տեղի ունեցավ 16 թվականի քարորիա պատերազմ, գլխավոր պատճառը որն էր։ Հաճախ ընդդիմադիր տարբեր գործիչների շուրթերից լսում ենք, որ իդեպ նախկին իշխանության ներկայացուցիչ, որ Ադրբեջանը բանակցային process-ում ապակառուցողական էր, նա էր վիժեցնում բոլոր պայմանավորվածությունները եւ այլն։ Բայց ստացվում է, որ Ադրբեջանն այդ ապակառուցողական Ադրբեջանը 2018 թվականից հետո դարձավ կառուցողական, բանակցային գործընթացը չվիժեցնող եւ ապակառուցողական կողմը փաստորեն դարձավ Հայաստանը։ Շնորհակալություն։ Ես ասացի, որ հիմնական խախտողը դա Ադրբեջանն է եւ բոլոր ժամանակահատվածներում Ադրբեջանն է խախտել այդ գործընթացը։ Ինչ?
Այդ թվում նաև 20 թվականին, բայց 20 թվականի համար հիմա 16 թվականին բանակցային գործընթացում չունենալով որոշակի հաջողություններ Ադրբեջանն է հրահրել այդ պատերազմը 1, իսկ երկրորդ 20 թվականի պատերազմը բանակցային գործընթացի ուղղակի խաթարման եւ նաեւ Տաուշյան գործողություններից հետո որոշակի հրահրման արդյունքի պարտությունից հետո մեր ղեկավարությունը ճագերտներով ղեկավարությունը այսօր գտնում են պարտադրանքի ներքո, գտնում են ճնշումների ներքո եւ այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ որ եթե հասարակ դատավարական process-ի բովանդակությամբ ես բնութագրելու լինեմ, փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի վիճակը, մենք փոխանակ մեղադրող լինենք Ադրբեջանին որպես հանցագործի, մենք այսօր հայտնվել ենք մեղադրյալի վիճակում եւ առանց պաշտպանի, որովհետեւ մենք հրաժարվել ենք բոլոր մեր պահանջներից, մեր շահերից բխող բոլոր գործողություններից, որ այսօր տեղի են ունենում հայ-ադրբեջանական, այսպես հակամարտության եւ ճակերտներով ասած, այսպես խաղաղության գործընթացի շրջանակներում։ Արմողանյան մեր ժամանակը սպառվեց։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն դեքս։